Ողջույն գործարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, թարմ ուղեղով զրույցն եք մեր եթերում այս պահին լսում կամ դիտում։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք հաղորդումը տեսաձայնագրում ենք ամսի 6-ին, որովհետեւ ժամ առ ժամ եւ օր առ օր կարող են նորությունները փոփոխվել տարածաշրջանում եւ աշխարհում, հետեւաբար մենք ամեն դեպքում մեզ ապահովագրենք եւ կեղծ տեղեկատվություն չփորձենք տարածել։ Ողջույն, պարոն Պետրոսյան, հիշեցնեմ, որ մեր զրուցակից տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն է, այդ հարցերով ձեզ միշտ հրավիրում ենք, արդեն կարծում եք, արդեն ներկայացնելու կարիք չկա։ Պարոն Պետրոսյան, մի նյութում հանդիպեցի, որ Միացյալ Նահանգները առաջին 100 օրվա ընթացքում ծախսել է 3.7 միլիարդ դոլար, կարծեմ։ Առաջին 100։ Այո, 100 ժամը։ Ինձ կասեք, արդյոք այս ինտենսիվությամբ Միացյալ Նահանգները ինչքան ժամանակ կարա շարունակի եւ իրենց համար այս թիվը ինչ ռեսուրսի մասին է խոսում կորուստի իմաստով։ Շնորհակալ եմ, որ ամեն անգամ նման իրադարձությունների ժամանակ հրավիրում եք ձեր տաղավարում կարծիքս հայտնելու մեր լսողներին։ Իմ գնահատմամբ պետք է ոչ թե Միացյալ Նահանգների ծախսերը հաշվենք, հասկանալու համար հետագա process-ները, այլ հաշվարկենք, թե որքանով են իրականացվել նպատակները Միացյալ Նահանգների եւ Իսրայելի։ Ինչ հարց են կարողացել լուծել։ Այո, սա է կարևոր, որտեւ իմ գնահատմամբ այդպես էլ կա, երկու երկրներն ունեն բավարար ռեսուրսներ, դեռևս որոշակի ժամանակ հակամարտությունը շարունակելու։ Այո, ռեսուրսատար է պատերազմ, որտեղ բավականաչափ մեծ ինտենսիվություն կա, ինչպես դուք եք նշեցիք, բայց հնարավորություններն այնպես ի վերջո գործ ունենք թիմի գերտերության հետ, որը վստահ եմ, որ շատ լավ հաշվարկել էր, ուրեմն գործողությունը իր տարբեր սցենարներով, չնայած որ Դոնալդ Թրամփի վարչակազմը այնպեսի մարտավարություն ունի խնդիրների հետ կապված, որ նրանք նախընտրում են արագ լուծումները եւ սովորաբար խուսափում են երկարատև բանակցելուց, չէ՞։ Բանակցելուց են կարծես թե երկար բանակցությունները իրենց համար քող է շողարշ է իրենց խնդիրները լուծել, այսինքն մոտենում են վերջնագրային մոտեցմամբ եւ պարտադրում են իրենց ուրեմն տեսակետը, եթե կողմերը համաձայնում են, ավելի լավ այդ կողմերի համար եւ բոլորի համար։ Եթե ոչ, իրենք տարբեր եղանակներով գնում են իրենց պատկերացածով իրենց շահերի տիրույթում խնդրի լուծման։ Դրա օրինակները ունենք Իրանի, խնդրին ենք բախվում դրանց առաջ Վենեսուելան էր, Ուկրաինայի հետ կապված Միացյալ Նահանգները Ուկրաինայի նկատմամբ բավականաչափ կոշտ դիրքորոշում ինչեւ վերջ պահեց, կա չլուծված Գրենլանդիայի խնդիրը, խոսում է Կուբայի մասին, այնպես որ Միացյալ Նահանգները այսպես բոլոր հնարավոր գործիքակազմը կիրառում են, բայց հակված է արագ լուծումների։ Հիմա այս պարագայում էլ շատ լավ հասկանում են, որ արագ լուծումը ստեցան չստացվեց, այսինքն մենք տեսնում ենք, որ ինչ էին կանխատեսել իրենք։ Կանխատեսում են, որ արագ կերպով օրինակ հոգեոր առաջնորդին շարքից անելով հնարավոր վարչակարգը տապալվի, չդիմադրի, բայց մենք տեսնում ենք, որ իրանական կողմն էլ համակողմանորեն գնահատել էր հակառակորդի հնարավորությունները եւ գործողությունների տարբեր մակարդակները եւ նախապատրաստել։ Բայց արդյոք դա գնահատել էր, երբ առաջին օրերին արդեն բավականին շատ պաշտոնյաներ առաջատար կարողացան չեզոքացվել, դա գնահատել էր, մի կողմից էլ այդ հարցին էլի նայենք, որովհետեւ հոգեվոր առաջնորդին նախ եւ առաջ եւ ընտանիքի անդամներին նման կերպ չգիտեմ, շարքից հեռացնելը բավականին չնախապատրաստվածի տպավորություն էր թողնում նաեւ։ Երկու տարբերակ կարելի է դիտարկել, առաջինը ձեր նշածն է, այսինքն որ չէին հաշվարկել, որ կարող է հենց նման գործողություն տեղի ունենալ, կամ հաշվարկել էին ավելի շուտ, բայց չեն պատկերացնում, որ հենց այդ շրջափուլում պետք է լիներ, ինչու որտեվ այդ հանդիպումից ընդամենը 1 օր առաջ ուրեմն բանակցություններ են տեղի ունեցել Ժնևում, որոնք կողմերը գնահատել են բավականաչափ բարձր արդյունավետության առումով եւ արդեն պլանավորել են հաջորդ բանակցությունները, որը պետք է տեղ ունենար, եթե չնայեմ 5 շաբթի կամ ուրբաթ եղել են բանակցությունների երրորդ փուլը եւ արդեն 4-րդը պլանավորած էր 2 շաբթի կամ 3 շաբթի,
եւ բայց ռազմական գործողությունը ավելի շուտ եղավ։ Բայց ինչու եղավ, որովհետեւ իսրայելական եւ հակառակորդ կողմն էլ այստեղ տարբեր տվյալներ կան, եթե չեմ սխալվում ԿՀՎ-ն է հետախուզական տվյալները փոխանցել Իսրայելին, Իսրայելը օդային գործողությամբ հարվածել է հոգեոր առաջնորդի նստավայրին։ Այսինքն այդ հանդիպման ինֆորմացիայի հիման վրա է սկսվել գործողությունը, դա պետք է ներ անակնկալ գործողություն, մաքսիմալ արդյունավետությամբ, հակառակ դեպքում շատ դժվար է լինելու չեզոքացնել հոգեոր առաջնորդին։ Սա առաջին սցենարն է, բայց մյուս սցենարն էլ չի բացառում, որ իրանական կողմը հատուկ չի գաղտնազերծել իր գործողությունները ցույց տալու համար, գուցե թե միգուցե հիմա ինչ որ դավադրապաշտական սցենար եմ ասում, գուցե զոհաբերել են այդ պաշտոնյաներին, հետո ցույց տալու համար, որ դրանով համակարգը հնարավոր չէ վերացնել, այսինքն համակարգը այնքան ինստիտուցիոնալ է, այնքան խորքային է, որ անգամ կարող է այս պատերազմը ռեսուրսային առումով սպառվի, բայց համակարգը ինքը շարունակի իր ուրեմն գործունեությունը, բայց այսպես բանաձև եմ, հա, այս սցենարով էլ իրանական կողմը պատրաստվել է, այսինքն գուցե թե ճակերտավոր կրոնապետական համակարգը հաղթի այս պատերազմում, այսինքն Իսրայելն ու Միացյալ Նահանգները չկարողանան դրան վերջնականապես տապալել, բայց այն որ Իրանը միանշանակ պարտված է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, այսինքն տևական ինչպես իշխանություն լինի, տարիներ են պետք, տասնամյակներ են պետք, որպեսզի Իրանը կարողանա թոթափել հետևանքները, որոնց բախվում է այս պատերազմի ընթացքում։ Երրորդ համաշխարհային է, չէ՞ արդեն սա։ Կարող ենք ասել, որովհետև այդ ամեն դեպքում խոսակցությունները արդեն դրա մասին են եւ ոչ թե որ սպասվում է կամ կարող է հիմք դառնալ, այլ խոսում են, որ սա երրորդ համաշխարհային պատերազմն է։ Դուք ինչ եք կարծում։ Մասնագետ չեմ, որ որևէ կարծիք հայտնեմ։ Դուք ինչի համար եմ ասում, այսինքն ինչի հիման վրա է նշում, որ սա երրորդ համաշխարհային պատերազմն է։ Դե ամեն դեպքում տարբեր երկրների ներգրավվածությունը ավելի է մեծանում, չէ՞։ Տեսեք, որպեսզի լինի երրորդ համաշխարհային պատերազմ, պետք է մեկ կոնֆլիկտում կենտրոնացում մի քանի գլոբալ կամ տարածաշրջանային խաղացող է։ Այս բանը մենք չունենք նման սցենար։ Նման սցենար կարող է լինել, եթե Իրանի կողքին մենք տեսնենք կանգնած առնվազն Ռուսաստանի եւ Չինաստանի։ Մենք չունենք։ Սա տարածաշրջանային պատերազմ է։ Կարող ենք նշել, գնահատել, որ սա տարածաշրջանային պատերազմ է։ Մենք ունենք այս բան երկու վտանգավոր կոնֆլիկտ, որոնք շարունակվում են եւ տարբեր տարածաշրջաններում անվտանգային, տնտեսական, լոգիստիկ եւ այլ բնույթի խնդիրներ են առաջացնում, դա ուկրաինական պատերազմն է, բայց այն ունի շատ ավելի հստակ աշխարհագրական արյալ, Ուկրաինայի տարածքում։ Մի բան է պարզ դառնում, չէ՞, պարոն Պետրոսյան, որ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցությունը լավ միտք չի ամեն դեպքում։ Սա արդեն երկրորդ դեպքն է, մեզնից հետո ցույց է տալիս, որ այդ երկիրը նման իրավիճակներում չի կարողանում լիարժեքորեն կանգնել դաշնակից պետության կողքին։ Բայց ով է տվյալ դեպքում Ռուսաստանի դաշնություն, Իրանն ու Ռուսաստան դաշնակիցներ։ Դե ամեն դեպքում հարաբերությունները եթե Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ հակամարտությունը ամեն դեպքում կա, պիտի այս դեպքում Ռուսաստանը ինչ որ չափով կանգներ, չէ, Իրանի կողքին։ Բայց իրենք էլի զբաղված են իրենց խնդիրները լուծելով միայն, չէ՞։ Ես համաձայն չեմ։ Էլի եմ լսել այս կարծիքը, բայց համաձայն չեմ, որտեղ Ռուսաստանը եւ նաեւ Չինաստանը իրենք անվտանգական եւ պաշտպանական առումով որևէ պարտավորություն չունեն Իրանի նկատմամբ։ Իրանը աշխարհում դաշնակիցներ չունի։ Տարածաշրջանում ունի մի քանի դաշնակիցներ, որոնք ռազմաքաղաքական խմբավորումներ են ընդամենը, պետություններ էլ չեն որպես այդպեսին, եւ որևէ մեկը չունի անվտանգային ոլորտում պարտավորություններ։ Պես որ քարոզչական դաշտում է, երբ որ Ռուսաստանին կամ Չինաստանին փորձում են մեղադրել դաշնակցային պայմանավորվածություններ չանելու, չիրականացնել։ Մեր դեպքում Ռուսաստանը այո դաշնակից է, դա ֆիքսված է փաստը ինչ որ երկկողմ փաստաթղթերում, այնպես էլ ՀԱՊ կանոնադրության մեջ, բայց Իրանի դեպքում չկա նման բան։ Ինչ վերաբերում է համաշխարհային, էլ եմ ասում, կարող է համաշխարհային լինել այն դեպքում, եթե Իրանի կողքին լինի Ռուսաստանը, Չինաստանը, եւ այստեղ մենք ականատես լինենք երկու
բևերների միջև պատերազմի, ընդ որում որտեղ ներգրաված են հստակ գերտերություններ։ Այս դեպքում չունենք։ Լոկալ տեղերում բոլոր բախումների ժամանակ միշտ խոսվում էր այն մասին, որ սա երկու բևերների միջև հակամարտությունն է իրականում։ Դե հիմա եթե մեր հարցում էլ էր այդ խոսույթը պատտվում։ Բայց սառը պատերազմն էլ նույն տրամաբանության մեջ է։ Պարզապես այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ գերտերություններն այս բանին իրենք են ներգրաված պատերազմ, բայց իրար դեմ չեն։ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն իրար դեմ չեն։ Միացյալ Նահանգներն ու Չինաստանն իրար դեմ չեն։ Պարզապես բոլորն էլ բացի Չինաստանից ներգրաված են ակտիվ հակամարտությունների մեջ։ Այստեղ մի հարց էլ կա, Միացյալ Նահանգները ամեն դեպքում ոչ միայն, եթե միջուկային զենքի հարցը մի կողմ դնենք, ակնհայտ ներքին քաղաքական հարցերին է միջամտում։ Սա լավ տեղ չի տանում ամեն դեպքում։ Ինչ կարծիք ունեք դուք սրա մասով։ Դա էլ խոսում է այն մասին, որ միջազգային համակարգը չի աշխատում, միջազգային իրավունքը չի աշխատում եւ այս միջազգային ուրեմն իրավիճակը, անվտանգային իրավիճակը կարգավորող հիմնական կառույցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտնվել է ըստ էության փակուղում եւ չի աշխատում։ Սա է ամբողջ հարցը։ Եվ դրանից էլ բնականաբար բոլոր խաղացողներն օգտվում են։ Այսինքն եթե միջազգային համակարգը չի աշխատում, ով ունի հնարավորություն եւ ով տեսնում է, ով ունի նաեւ ռազմավարական պլաններ եւ տեսնում է այդ պլանների իրականացման հարմար դաշտ։ Այո, հարմար դաշտ ստանում է եւ փորձում է իրականացնել։ Դրա վառ օրինակ ունենք Իսրայելը։ Իսրայելը նման ակտիվություն դրսել, որտեղ բացի այն որ Միացյալ Նահանգները իր կողքին է, նա միջազգային համակարգն է թույլ տալիս նման գործողություններ իրականացնել։ Ռուսաստանի պարագան դուրս Ռուսաստանից սկսվեց, երբ որ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի դեմ, այդ համակարգը, այսինքն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդին կայացնեց փակուղում, որտեղ այդ կառույցը չէր կարող իր կանոնադրության եւ սկզբունքների համաձայն չէր կարողանալու կանգնեցնել եւ կառավարել այդ հակամարտությունը, որտեղ Ռուսաստանը մշտական անդամ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ ինքը ունի վետո իրավունք, այսինքն ինքը վետո էր կիրառում եւ կիրառելու էր բոլոր այն բանաձևերի նկատմամբ, որոնք փորձել են կանխարգելել եւ ուրեմն սահմանափակել Ռուսաստանի գործողությունները։ Նույնը շատ ավելի մեծ ծավալով բնականաբար վերաբերում է Միացյալ Նահանգներին, որ նա էլ ըստ էության այդ համակարգային ճգնաժամից օգտվելով փորձում է լուծել իր խնդիրները։ Այլ խաղացողներ էլ կան, որոնք մանր-մուներ հարցեր փորձում են լուծել իրենց հարևանությամբ, հա, բայց կոնկրետ միջազգային համակարգի համար խնդիրներ առաջացնող հարցեր այս բանին փորձում են վերհանել եւ կարգավորել ըստ իրենց շահերի հենց երկու գերտերությունները Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները։ Ես տեսակետի հանդիպեցի, որ սա տարածաշրջանում Իսրայելի եւ Իրանի գերիշխելու որոշման հարցն է նաեւ, թե ով կլինի հեգեմոնը այստեղ։ Դուք ինչ եք տեսնում, արդյոք Իսրայելը շանսեր ունի այս իրավիճակում դառնալ, թե ամեն դեպքում ոչ։ Իսրայելը Թեհրանի, թե Իսրայելի եւ Թուրքիայի։ Իսրայելի եւ Թուրքիա։ Իրան նշեցիք, այո։ Որովհետև տեսեք Իրանի հարցերը մեծաշով լուծում են։ Ես դրա համար նշեցի անկախ սցենարից Իրանը որպես դերակատար ինքը պարտվել է։ Ինքը ապագայի տարածաշրջանում դեռ երկար ժամանակ այլևս գործոն չի լինելու։ Հետևաբար տարածաշրջանում մերձարարևելքում երկու հիմնական մրցակից են արդեն լինելու Իսրայելը եւ Թուրքիան։ Իհարկե արաբական մի քանի երկրներ էլ փորձել են մասնակցել, հատկապես Սաուդյան Արաբիան, բայց հիմնական մրցակցությունը գնալու է Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ։ Ընդ որում, եթե նկատել եք, առայժմ գոնե Թուրքիայի դիրքավորումը համեմատաբար չեզոք է այս պատերազմի հետ կապված, եւ նրանք շատ լավ հասկանում են այն հետևանքները Թուրքիայի համար, որ կարող են լինել տարածաշրջանում Իսրայելի դերակատարման նման աճի եւ ազդեցության նման աճի պայմաններում։ Հատկապես տեսեք, եթե Իրանում զարգացումներ ընթանան հնարավոր վատ թարագույն սցենարով, այսինքն Իրան անկամվի քաղաքացիական պատերազմի մեջ, հետո տեղ ունենա Իրանի մասնատման գործընթաց։ Դե եթե ոչ, ասենք, ֆիզիկական անմիջական մասնատում, ֆորմալ առումով թեկուզ մասնատման մասին է խոսքը, երբ որ կա պայմանական երկիր ինչ որ X տարածքային ամբողջականությամբ եւ սահմաններով, բայց այդ երկրի իշխանությունը չունի ուրեմն լիակատար վերահսկողություն ամբողջ երկրի նկատմամբ։ Ճիշտ նույն սցենարով, ինչպես են Սիրիայի մեջ, չէ՞, ասենք օրինակ Ասադը պահպանել էր իր վարչակարգը, բայց սահմանափակ հատվածներում երկրի առանձին շրջաններում կային ինքնավարություններ եւ երկիրը միասնական չէր։ Նույն այս սցենարը հնարավոր է նաեւ Իրանի պարագայում իհարկե,
բայց լավագույն սցենարը էս պատերազմից հետո որն է Իրանի համար։ Ես հեսա կասեմ որն է, բայց անպայման ուզում եմ նախորդ հարցի պատասխանը ամբողջովին հնչեցնել, որտեղ եթե այս սցենարով է գնում, այսինքն Իրանի մասնատման սցենարով, դա Իսրայելի ռազմավարական նպատակն է եւ շղթայական ռեակցիայով տարածվել է ամբողջ տարածաշրջանում եւ դրա թիրախներից մեկը կարող է լինել նաեւ Թուրքիան դրանից է խուսափում այդ Իսրայելի հետ մրցակցության մասով եւ ընդ որում Իրանը մշտապես Թուրքիայի համար եղել է բուֆերային գոտի եւ Թուրքիան միշտ վստահ է եղել քան դեռ Իրանը ակտիվ է տարածաշրջանում Իսրայելի թիվ 1 թիրախը Իրանն է երբ որ Իրանը չլինի արդեն Իսրայելը կենտրոնանալ է այլ խաղացողների վրա վտանգները մեծանում են հիմա ետեգանք ձեր հարցին լավագույն սցենարը Իրանի համար եթե մենք խոսում ենք Իրան պետության համար այն կարող է լինել որ այս պատերազմը ընդհանրապես տեղի չունենար այսինքն վարչակարգը պայմանավորվեր Միացյալ Նահանգների հետ եւ գնար ինչ որ զիջումների պայմանավորվածությունների իսկ այս պարագայում լավագույն սցենարը այն է որ էլի վարչակարգը գնա պայմանավորվածության Միացյալ Նահանգների հետ այսինքն միակողմանի զիջման իրենց կողմից առաջադրեն այնպիսի տեխնացու, որը ընդունելի կլինի Միացյալ Նահանգների համար։ Բայց դա լավ տեղ չի տանում հետո։ Իրենց համար, չէ՞։ Դե դուք ասում եք լավագույն սցենարը։ Դե լավագույնն է։ Դե վատագույնն է, վատագույնը ես նշեցի, կարա անթուփ հասնել Իրանի մասնատման։ Եթե կշերքի նժաններին ենք դնում, վարչակարգը պետք է Այսինքն դրանից լավ սցենար կանխատեսել պետք չի։ Իհարկե ոչ։ Իրանական կողմը դեռևս այսպես ասեմ ձեզ, պետք է թույլ չտար 2025 թվականի պատերազմը։ Դեռ այդ պատերազմը պետք է թույլ չտար։ Բայց կամ այդ պատերազմը տեղի ունեցավ, ապա կարծում եմ, որ այս պահին էլ մենք գնալու ենք անընդհատ Իրանի ռազմավարական առումով ավելի թույլացման։ Պարոն Պետրոսյան, այս իրավիճակում Հայաստանի իշխանություններն են քննադատության թիրախում նաև այն մասով, որ մենք կարծես թե բավականին այսպես չեզոքություն ենք այս հարցում ցուցաբերում, որքանով է սա չեզոքություն ամեն դեպքում եւ արդյոք չեզոքությունը նմանատիպ մեզ վտանգներից հեռու է պահում, թե հակառակ ավելի մեծ խնդիրներով է հարուստ։ Դե ներքաղաքական նախընտրական շրջափուլում են գտնվում այդ քննադատությունները օբյեկտիվ են եւ սպասելի են բայց ես ուզում եմ հասկանալ այլ ընտրանքը որն է այսինքն ինչ դիրքորոշում պետք է հայտնել քննադատել Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին այդ գործողության համար Միացյալ Նահանգներին որը մեծ հաշվով այս պահին Հայաստանի հետ կապված անվտանգային խնդիրներում ամենակարևոր գործընկեր դերակատարն է դա կարծում այդքան էլ ճիշտ չի մի բան պետք է ֆիքսենք, որ օգոստոսի 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Վաշինգտոնյան գործընթացների արդյունքում մենք երկու կարևոր ձեռքբերում ենք ունեցել։ Առաջինը նախ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը եւ դրա հետ իհարկե հարակից Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը Հայաստանի Հանրապետությանը ապահովագրել են Ադրբեջանից հնարավոր անվտանգային սպառնալիքներից, որտեղ եթե հիշում եք, որքան տարածաշրջանում ապակայունացում է եղել Իրանի շուրջ, մենք կանխատեսել ենք, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողություն իրականացնել օգտվելով իրավիճակից, ինչու որտեղ հատկապես Հայաստանի հարավի հետ կապված, Սյունիքի հետ կապված Իրանի զգայունություններն են, որ որոշակի առումով կանխել են Ադրբեջանի գործողությունները։ Հիմա Իրանի նկատմամբ լայնամասշտաբ պատերազմ, բայց մենք Ադրբեջանից եւ Թուրքիայից նման սպառնալիք չունենք մեծ հաշվով։ Սա առաջին ձեռքբերումն է։ Երկրորդ ձեռքբերումը եւ որով պայմանավորված է նաեւ առաջինը։ Բայց չունենք, պարոն Պետրոսյան։ Արդյոք այդ պայմանավորվածությունները 100%-անոց են ադրբեջանական կողմի համար։ Տեսեք, ես հիմա գալիս եմ արդեն երկրորդին, որը արդեն Միացյալ Նահանգների ներգրավվածությունն է այս process-ում, որտեղ նայեք օգոստոսի 8-ի մի բաղադրիչ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն էր, մյուս բաղադրիչը թրիպ նախագծի շուրջ պայմանավորվածությունը, որը ապահովում էր Միացյալ Նահանգների ներկայությունը մեր տարածաշրջանում, հատկապես Հայաստանում։ Հիմա եթե կա այս տարածաշրջանում
Միացյալ Նահանգների շահեր, ստորագրված հստակ փաստաթղթեր եւ Միացյալ Նահանգներին տրամադրված ազդեցության հնարավորություն դիցուք 99 տարով։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանը ինչ որ գործողություն կանի Միացյալ Նահանգների այս ներկայության շուրջ, ուրեմն հալալ է Ադրբեջանը, ինչ ասեմ։ Ես կարծում իրենք այդտեղ տեսնելով թե ինչ է կատարում նույն Իրանում, ինչ տեղ ունեցավ, ասենք օրինակ Վենեսուելայում եւ այլն, կարծում եմ Միացյալ Նահանգները շատ կզգուշ, Ադրբեջանը շատ կզգուշանա, ասեմ ավելին, Նախիջևանում տեղ ունեցած միջադեպից հետո մենք տեսանք բոլորովին այլ իրողություն։ Ադրբեջանը դիրքավորվեց Միացյալ Նահանգների եւ ուրեմն Իսրայելի կողքին, այսինքն այդ Իրանից արձակված ԱՏՍ-ների կամ Նախիջևանի դեմ հարձակումից հետո եւ այսօր էլ այս պահին էլ այդ process-ն է ընթանում, Ադրբեջանը դիրքավորվում է Իրան Միացյալ Նահանգների Իսրայել հակամարտության մեջ որպես Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործընկեր պետություն։ Այս պարագայում չի կարող իրականացնել մի գործողություն, որը կարող է խնդիրներ առաջացնել Միացյալ Նահանգների համար կամ չբխել Միացյալ Նահանգների շահից։ Այս բանը եթե այսպես շատ հիպոթետիկ խնդիր ասեմ, մեզ համար խնդիր կարող է լինել, օրինակ, ինչ որ իրանական կողմից արձակված ոչ միտումնավոր ինչ որ ուրեմն ԱԹՍ-ն կամ ինչ որ հրթիռի օրինակ Հայաստանի ուղղությամբ դա է մեզ համար հնարավոր անվտանգային մարտահրավեր, որը կարող է լինել։ Եվ ընդ որում դա կարող է լինել նաև ոչ իրանական իշխանությունների կողմից, այլ ասենք այդ տարածաշրջանում ընթացող ասենք բախումների հետևանքով ինչ որ խմբավորման կողմից, որը չի վերահսկվում որևէ խաղացողի կողմից։ Վերջում երբ Արարատ Միրզոյանը այսպես ոչ շատ կանխատեսելի այցով Միացյալ Նահանգներում էր, կհիշեք երևի, այդ ժամանակ արդեն խոսվում էր, որ այս կանչը եղել է Միացյալ Նահանգների կողմից Իրանի հարցով։ Արդյոք հիմա տեսնում եք նման հետքեր եւ ամեն դեպքում տարածաշրջանում մենք էլ պետություն ենք, որը կարող է որոշակի ներգրավվածություն ունենալ։ Արդյոք մեզ տեսնում են որևէ կերպ ներգրավված այս process-ների մեջ, թե մենք կարող ենք չեզոքություն պահել։ Դե մենք պահում ենք չեզոքություն։ Իսկ նա ձեր նշած օրինակ այս հետեւեցան հունվարին չէ՞։ Այո, կարծեմ։ Բայց այն ժամանակ ստորագրվեց թրիպի վերաբերյալ փաստաթուղթ։ Այսի նպատակը դա էր։ Միայն դա էր։ Դե իհարկե դա էր։ Այն ժամանակ ես ասեմ ձեզ, այնքան չերել մեծ հաշվով այսպես լայն առումով նախապատրաստում այս գործողությունը։ Երևում էր, որ ինչ որ բան կարող է լինել։ Բայց դեռևս բարձ է, չէ՞ որ Միացյալ Նահանգները պատրաստվում էր։ Հունվարից արդեն նախապատրաստում, բայց զուգահեռաբար իրենք փորձում են նաև բանակցություններով ստանալ այն, ինչ որ չկարողացան ստանալ։ Այստեղ չեմ կա։ Մեր դերակատարում է այստեղ լրացումն է, դա ուզում հասկանալ։ Իհարկե դա է, այլ ինչ դերակատարում։ Մեզնից դա այն միայն պահանջելու։ Պահանջեն չպահանջեն, մենք պետք է լռենք, որովհետև այլ հնարավորություն չունենք։ Օրինակի տարբերություն մեզ, տեսեք, ես գուցե վատ համեմատություն եմ անում, բայց օբյեկտիվ համեմատություն եմ անում։ Տեսեք Ադրբեջանը ոնց է օգտվում իրավիճակից, այսինքն Նախիջևանի դեմ հարձակումից հետո իրենք ընդամենը մի քանի ժամվա ընթացքում էականորեն ամրապնդեցին իրենց պետության իմիջը։ Շատ կոշտ կտրուկ հայտարարություններ հնչեցին Իրանի դեմ, գործողություններ իրականացվեցին, ինչև այսօր էլ, ինչպես արդեն նշեցի, քայլեր են իրականացվում։ Ինչ ինտենսիվություն կստանա սա ադրբեջանական կողմից։ Հնարավորություն է, որով իրանք նախապատրաստում են, այսինքն օգտագործում են այս պատերազմը, իրենց համար չեզոքությունից ավելի լավ է։ Այսինքն չեզոք լինել իրենց ոչինչ չէր տալու։ Իրենք տեսան հնարավորություն սրանից օգտվելու եւ հիմա օգտվում են դրանից։ Հայաստանի համար ցավոք սրտի չկա նման հնարավորություն, որ մենք կարող ենք օգտվել։ Հայաստանի համար այս պահին եւ այս հակամարտության հետ կապված ամենամեծ ձեռքբերումը կարող է լինել այն, որ Հայաստանի տարածքում որևէ անվտանգային խնդիր չառաջանա։ Եթե մենք կարողանանք անգամ այդ նշածս մոլորված ԱԹՍ-ն կամ հրթիռը մեր տարածք չընկնի։ Եթե մենք կարողանանք հասնել անգամ դրան, մեր հնարավորությունների պարագայում ես կարծում եմ, որ մեր խնդիրը լուծած կլինի։ Ադրբեջանի պարագան մի քիչ այլ է։ Ադրբեջանի խնդիրը այս հակամարտության հետ կապված դրա ավարտից հետո շատ ավելի ազդեցիկ դերակատարի իմիջ ձևավորելն է մեր տարածաշրջանում եւ նաեւ իհարկե
հատկապես Միացյալ Նահանգների ուղղությամբ այդ կարևոր ուղերձները, որ մենք կանգնած ենք ձեր կողքին այս տարածաշրջանում, անգամ այս հակամարտության պայմաններում։ Պարոն Պետրոսյան, Թրամփը նշեց, որ 4 շաբաթ, այսինքն 1 ամիս հնարավորություն կա սա շարունակելու։ Սա վերջնաժամկետն է, այսինքն տևողության, ըստ ձեզ, արդյոք դրանից ավել կկարողանան կողմերը շարունակել պատերազմը, թե կսահմանափակվեն սրանով, եւ այս պահի ինտենսիվությունը ինչա նաեւ հուշում։ Դե կարողանան մստահասում եմ դες կարողանան պահել այնքան, ինչքան որ ցանկանան, ինչքան որ պլանավորեն։ Այսինքն գուցե ինտենսիվությունը փոքր-ինչ թուլանա, բայց հակամարտությունը Ռուսաստանն Ուկրաինա չի դառնա։ Դե Միացյալ Նահանգները շահեց, որ երբ չի բխում ընկնվել այս ճահճի մեջ, այսինքն ցամաքային գործողությունից չեմ կարծում, որ իրենք իրականացնեն։ Գուցե լոկալ ինչ-որ հատուկ գործողություններ իրականացնեն, հատուկ նշանակության ուժերի միջոցով, բայց այն որ ինտենսիվ ցամաքային ներգրավվածություն, դա չեմ կանխատեսում։ Բայց այսպես ասեմ ձեզ, շատ ավելի հակված են նրան կողմերը, հարձակվող կողմի մասն է խոսքը, որտեղ իրենք են սկսել պատերազմը, որ գոնե իրենց պլան մինիմումը փորձեն իրականացնել։ Պլան մաքսիմումը ակնհայտ է վարչակարգի փոփոխությունը, որովհետև եթե հասան դրան, այսինքն փոխեցին վարչակարգը, ինչ իշխանություն էլ դնեն, կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում այդ վարչակարգը անելու է այն, ինչ ուզել է Միացյալ Նահանգները։ Եթե դրան չեն կարողանում հասնել, ապա գոնե Իրանի ներուժը այնքան չեզոքացնելն է, որ տասնամյակներ շարունակ ինչ իշխանություն էլ լինի, որևէ վտանգ չներկայացնի ոչ Միացյալ Նահանգների համար, ոչ էլ Իսրայելի համար։ Դրա համար առաջին հերթին նրանք պետք է փորձեն ամբողջովին Իրանի ռազմական պոտենցիալը զրոյացնել։ Իսկ այդ առումով, եթե մենք օրինակ, եթե փորձում ավելի հստակ թվերով անգամ պատասխանել, Իսրայելի Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետի ներկայացած տվյալները պետք է ասեմ, նրանք 80%-ով ոչնչացրել են այս պատերազմի ընթացքում 6 օրերի ընթացքում Իրանի հոպը, այսինքն դեռ 20% էլ կա, եւ այս բանը նշում է, որ ամբողջովին վերահսկում են ամբողջովին Իրանի օդային տարածքը, երկրորդը մոտ 60%-ով չեզոքացրել են Իրանի հրթիռային արձակման համակարգերը։ Այսինքն այս երկու ուղղությամբ եւ նաեւ միջուկային օբյեկտների ուղղությամբ, եթե կարողանան մաքսիմալ հաջողությունների հասնել նույն այդ 4 շաբաթվա ընթացքում, ապա կարելի ասել, որ պլան մինիմումը իրականացված է։ Եվ անգամ եթե այս վարչակարգը մնա իշխանության, ինքը տասնամյակներ շարունակ չի կարողանալու։ Վտանգ չի ներկայացնում։ Այո, վտանգ չի ներ։ Իսկ եթե կարողանան փոխել վարչակարգը, այդ դեպքում էլ էլի իրենց խնդիրը արդեն պլան մաքսիմումով լուծած կլինեն եւ կունենան վարչակարգ, որը մեծաշով կլինի արդեն Միացյալ Նահանգների ուղեգծի ներքո։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Պետրոսյան։ Շնորհակալ։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ առաջին խոսափողի մոտ թարմուղեղով իմ զրուցակիցը տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն էր, իսկ երկրորդի մոտ ձեզ համար աշխատեց Մոնիկա Մամյանը։ Շարունակենք հետևել տարածաշրջանի զարգացումներին, տեսնենք մեզ ինչ է սպասվում։ Լավ օր։